վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես բարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է, ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում, ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է։ Ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետքա փոխել։ Կարևորն այն է, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։ Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կիս հատ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետքա փոխել։ Ու սա վերաբերմունքը հասկանում եք, խաչի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, ասեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա, շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք տանենք խաչ տնենք համալիրի գլխին։ Հանկարծ հարսանի, ոչ մի բան հանկարծ ընդեղ տեղի չունենա, այդ որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք, թող գնան Դուբայում անեն, թող գնան Վրաստանում անեն, թող գնան ուրիշ տեղեր անեն, սա ինչ հարսանիք անելու տեղ է, ձեր ցավը տանում, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տեղ է, չեք կարա գնաք մի հատ նորմալ երկրում հարսանիք անեք, խելագարվել կարելի է ուղղակի, եւ այո, ամեն ինչը պետք է գնանշված լինի։ Եվ իհարկե խոսել ենք Տիկին Անդրեասյան, նաև պետությունը, նաև որպես իրականում տերը այդ օբյեկտների եւ հուշարձանների կառավարությունն է, եւ ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի բանում պահի, եկեղեցուն պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր հին բաները պահի։ Կամ միջոցառումներ են անում, շատ լավ, ոչ մեկ դեմ չի, հարիսա ենք եփում, մատաղ ենք անում, ես ենք անում, են ենք անում, շատ լավ, հետևներից թող մաքրեն։ Դա իմ որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու եւ համոզված եմ բազմաթիվ մարդկանց ինձ վիրավորում է, որ ես մտնում եմ, այնտեղ տենում եմ աղբանոց են սարքել։ Եվ ես ձեզ անկեղծ ասում եմ, բացի մեկ-երկու տեղից, որտեղ շատ մեծ ֆոկուս կա, պաշտոնական բաներ կան, ինստիտուտներ կան, բոլոր տեղերում համատարած այս վիճակն է, բոլոր տեղերում, խնդրում եմ գնացեք ստուգեք։ Ու ոչ մեկ սրա մասին չի ասում, ես չեմ հասկանում, ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկի ձեռը բջջային հեռախոս կամ սմարթֆոն չկա, որ նկարի ասի, ես ինչ է, մեր սրբավայրում ես ինչ վիճակ է։ Զարմանալ կարելի է ուղղակի։